Մարի Մկրտչյանի երաժշտական աշխարհը շատ գունագեղ է։ Նա անընդհատ որոնումների մեջ է։ Իր երաժշտական աշխարհը իրենն է, իր սեփականը, իր ոճին ու խառնվածքին համապատասխան։ Մարին ծանրաբեռնված է խմբակներով ու դասերով, բայց շատ է սիրում բեմ բարձրանալ, երգել, մասնակցում է նաև Հաչն երգչախմբի պարապմունքներին, նա հաճախում է նաև Հաչն երգչախումբ, ինչպես նաև պարապում է Հաչն պարային անսամբլում։ Մենք հաճույքով այցելեցինք նրան ու փորձեցինք մոտիկից ծանոթանալ նրա երաժշտական աշխարհին։ Հարգելի նոր հաչնցիներ, մենք գտնվում ենք ուրեմն նոր Հաչնի ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այս գեղեցիկ այգում, որը աշնանային է, եւ հանդիպել ենք մի տաղանդավոր շնորհալի աղջկա հետ, ով ուրեմն երաժշտական արվեստի մեջ է, երգի բարի արվեստի մեջ է, Մարիա Մկրտչյանը։ Մարիա ջան, ուզում ենք նախ իմանանք դու որ դասարան ես, որտեղ ես սովորում, կպատմես այդ մասին։ Ես սովորում եմ Նոր Հաչնի առաջի դպրոցում, 5-րդ դասարանում, սովորում եմ Գերազանց։ Շատ ապրես, ձեր դասղեկնով եք, ասես։ Մեր դասղեկը իմ առաջին ուսուցիչը եղել է Թագուհի Սահակյանը, իսկ հիմա արդեն ընկեր Հովսեփյանը։ Կհիշես, երբ առաջին անգամ քեզ տարան արվեստի դպրոց, որ բաժինն էր։ Առաջի անգամ պատերազմի ժամանակ 5 տարի առաջ դիտում էի տարբեր երգեր, մայրիկս տեսավ եւ տարավ ինձ Սարգիս Ավետիսյանի մոտ, այնտեղ ես սկսեցի երգել եւ նա առաջարկեց ինձ տանել երաժշտական դպրոց։ Մայրիկս տարավ եւ ես գնացի եւ ընդունվեցի վոկալի, գիտարի, դաշնամուրի բաժինները։ Վոկալի ուսուցչուհին Անժելա Զաքարյանն է, դաշնամուրինս Եվա Նավասարդյանը եւ գիտարինս Արտուր Ավագյանը։ Շատ ավելի լավ։ Հիմա դու մասնակցում ես միջոցառումներին։ Այո։ Կարող ես ամենահիշարժանը քո համար որն է եղել, որտեղ ես ելույթ ունեցել։ Ամենահիշարժանը եղել է 5 տարեկանում, հենց Սարգիս Ավետիսյանի մոտ շատ լավ միջոցառում էր նա կազմակերպել եւ շատ լավ հանդես ունեցա։ Ինձ համար ավելի հիշարժան էր, որ ես ասում էի, չէ, առաջի անգամ երգեցի եւ երգով ավելի շատ եմ զբաղվել։ Նա հաճույքով նաև շարականներ է երգում։ Կիրակի օրերին այցելում է Նոր Հաչնի ամենափրկիչ եկեղեցի։ Սիրում է զբաղվել ստեղծագործական կյանքով։ Դպրոցում էլ առաջադեմ է։ Նա ամեն տեղ հասցնում է։ Նաև գնացել եմ Լուսինե Խաչատրյանի մոտ երգչախմբի եւ այնտեղ ունեցել եմ տարբեր ընկերուհիներ ու նենց չի որ չունեմ որտեղ գնում եմ այդտեղ էլ ամենամոտիկ ընկերուհիներն ունենում եմ։ Ինչն է կարևորում դու այդ իրանց մեջ ընկերների։ Ինչն է կարևորում։ Երասիրությունը։ Շատ ապրես։ Ու ոչ նախանձը։ Ոչ նախանձը, բարությունը։ Շատ լավ է։ Հիմա նաև ուրեմն քո ելույթները, որ դու գնում ես ելույթների, ել չես ուզվում, չէ՞ հիմա։ Ոչ, գնալով սովորեցի, արդեն երաժշտական դպրոցում, որ լինում է մրցույթներ կամ համերգներ, շատ հեշտ մոտենում եմ այդ համերգներին։ Հետո այստեղ այս գողտրիկ վայրում հնչեց Մարիի գեղեցիկ ձայնը։ Նա իր երգը խառնեց իր ներաշխարհին, որտեղ նպատակներ ու երազանքներ կան, նորանոր բեմեր ու նոր ստեղծագործություններ։ Հազար նազով յար, հովերի հետ եկ,
ծաղիկ փնջելով սարը որի հետ եկ ծաղիկ փնջելով սարը որի հետ եկ սեր սիրուս վրա ձե դուրն եմ եկել դուրը թակեսեր մոլար մնացել սարի սիրուն յար սարի մեխակ բեր աղ չէ ինչ մեխակ սիրո կրակը բեր սարի սիրուն յար սարի մեխակ բեր աղ չէ ինչ մեխակ սիրո կրակ բեր Այո, նա հաճնցի շնորհալի աղջնակը ճիշտ ճանապարհի վրա է։ Լավ մանկավարժների ձեռքի տակ։ Խաղաղություն ու հաջողություն մաղթենք մեր տաղանդավոր աղջկան։ Որտեղ ես ծնվել եմ, որտեղ իմ պատմությունն ա կերտվել, այդ քաղաքն ու հաջողն է։